Greenland from a national security. Թրամփն ուզում է Գրենլանդիան, 1814-ից Դանիային պատկանող, բայց մեծ ինքնավարություն ունեցող եւ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող արկտիկական կղզին։ Այս գաղափարը նոր չէ ամերիկյան քաղաքականության մեջ։ Միացյալ Նահանգները դեռ 19-րդ դարում է քննարկել Գրենլանդիան գնելու հնարավորությունը, իսկ 1946-ին նման առաջարկ արել է նաեւ Թրումենի վարչակազմը։ Այն մերժվել է եւ այսօր էլ Դանիան ու Գրենլանդիան պնդում են կղզին վաճառքի ենթակա չէ։ Ինչպես կարող է Թրամփը վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։ Դանիան Միացյալ Նահանգներին առաջարկում է ընդլայնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում 1951 թվականից գործող պաշտպանական համաձայնագրի շրջանակում։ Եթե նախկինում ամերիկացիները կղզում ունեին հազարավոր զինվորներ, այսօր նրանց ներկայությունը սահմանափակվում է միայն Պիտուֆիկի ռազմաբազայով։ Կոպենհագենը սա դիտարկում է որպես քաղաքական լուծում Թրամփի համար, սակայն Վաշինգտոնն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Գրենլանդիայի հնարավոր անկախության սցենարների նկատմամբ։ Մյուս քննարկվող տարբերակը կապված է Գրենլանդիայի հնարավոր անկախության հետ։ Հարցումները ցույց են տալիս, որ գրենլանդացիների մեծ մասը կողմ է Դանիայից անկախանալուն, հատկապես եթե տնտեսական պայմանները բարելավվեն, սակայն անկախությունը չի նշանակում Միացյալ Նահանգներին միանալ։ 2024 թվականի հարցման համաձայն ընդամենը 6%-ն է կողմ նման տարբերակին։ Չնայած դրան Վաշինգտոնում որոշ շրջանակներ անկախ Գրենլանդիան դիտարկում են որպես անվտանգության խնդիր։ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության խորհրդում աշխատած Ալեքսանդր Գրեյի խոսքով անկախ կղզին չի կարողանա ինքնուրույն պաշտպանվել եւ կարող է արագ հայտնվել Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության տակ։ Նրա կարծիքով անհրաժեշտ է Միացյալ Նահանգների կողմից ապահովված անվտանգային հովանոց, օրինակ ազատ ասոցիացիայի համաձայնագրի միջոցով։ Նման համաձայնագրեր Միացյալ Նահանգներն ունի մի շարք խաղաղօվկիանոսյան կղզի պետությունների հետ, որի դիմաց ստացել է ռազմական բացառիկ հասանելիություն։ Իսկ հնարավոր չէ պարզապես գնել Գրենլանդիան։ Դեռ 19-րդ դարում Ալյասկայի գնումից հետո Միացյալ Նահանգներում քննարկվել է Դանիայից նաև Գրենլանդիան ձեռք բերելու տարբերակը։ 1946 թվականին նախագահ Թրումենի վարչակազմը նույնիսկ պաշտոնական առաջարկ է արել այն $100 միլիոն գնելու։ Հիմնավորումն այն էր, որ կղզու վերահսկողությունը կենսական նշանակություն ունի Միացյալ Նահանգների անվտանգության համար։ Կոպենհագենը մերժել է առաջարկը։ Թրամփը նույն գաղափարին վերադարձավ արդեն իր առաջին նախագահության ընթացքում, բայց թե Դանիան, թե Գրենլանդիան կրկին հստակ արձագանքեցին՝ կղզին վաճառքի ենթակա չէ։ Գրենլանդիայի ինքնակառավարման օրենքը հստակ ասում է, կղզու ապագան որոշվում է միայն գրենլանդացիների կողմից հանրաքվեի միջոցով։ Վերջին եւ ամենավտանգավոր տարբերակը անեքսիան Դանիայում արդեն լուրջ են ընդունում։ Թրամփը մի քանի անգամ չի բացառել Գրենլանդիան ռազմական ուժով ձեռք բերելու հնարավորությունը։ Դանիացի պաշտոնյաներն ընդունում են, որ տեխնիկապես նման գործողությունը կարող է լինել արագ։ Կղզում Դանիայի ռազմական ներկայությունը սահմանափակ է, անեքսիայի քաղաքական հետևանքները կարող են կործանարար լինել։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը զգուշացրել է, որ Գրենլանդիայի դեմ Միացյալ Նահանգների ռազմական քայլը կարող է փաստացի ավարտել ՆԱՏՕ-ն եւ քանդել Եվրոպայում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված անվտանգության համակարգը։